Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի ղեկավար Աշոտ Մելիքյանի գնահատմամբ հայաստանյան մամուլը այժմ գտնվում է կիսաազատից ոչ ազատ լինելու եզրագծին։ Մելիքյանը կարծում է, որ հետընթացը վերջին տարիներին ակնհայտ է։ Իսկապես շատ մտահոգիչ իրավիճակ է, երբ զանգվածային լրատվամիջոցների, մասնավորապես տպագիր մամուլի դեմ այսպես շատ ակտիվ քայլեր են ձեռնարկում քաղաքական շրջանակների կարկառուն ներկայացուցիչները, փաստորեն դրանով իսկ ապացուցելով, որ նրանք այնքան էլ չեն գնահատում մամուլի դերը, այնքան էլ հանդուրժող չեն քննադատության հանդեպ եւ կուզենային, որ մամուլը, զանգվածային լրատվամիջոցները ընդհանրապես կառավարելի լինեն։ Մամուլի ազատության համաշխարհային օրվա առիթով տարբեր մամուլի ակումբներ հրավիրված լրատվամիջոցների ղեկավարները նույնպես համակարծիք էին, որ Հայաստանում իսկապես մամուլի ազատության հետ կապված խնդիրներ կան։ Ազատության սահմանը ինքներդ պետք է նվաճեք։ Նրանք միշտ ղեկավարները, միշտ իշխանությունները մի խնդիր ունեն՝ սահմանափակել, չգիտեմ, ճնշել, բայց դուք պետք է ներքևից միշտ գրավեք այդ ազատությունը։ Անդրադառնալով լրագրողական դաշտում այս օրերին ամենաշատ քննարկվող զրպարտության եւ վիրավորանքների հոդվածները ապաքրեականացնելու թեմային կարծիքները կիսվեցին։ Կարծիք հնչեց, որ այս պահին դատական երկու գործընթացի մեջ գտնվող Ժամանակ օրաթերթի խմբագիր Արման Բաբաջանյանի առաջարկը համախմբվել եւ դատական հայցի համար հիմք դարձած հոդվածները բոլոր թերթերում տպելը ճիշտ է եւ հակառակը, որ այդ առաջարկը քննարկման կարիք ունի։ Ես չեմ ընդունում այդ տեսակ ժուրնալիստիկան եւ ես չեմ ուզում իմ թերթում այդպիսի հոդվածներ տպել։ Ուրիշ խնդիր է, որ պետք է պաշտպանենք, բայց նաեւ կա, չգիտեմ, պրոֆեսիոնալ ժուրնալիստիկայի խնդիրներ, որ դու երբեք չես ուզում անցնես այդ սահմանները։ Ես երբեք չեմ հայոյում։ Ես երբեք մարդկանց չեմ ասում, չգիտեմ, պիտակներ չեմ կապցնում։ Ինչքան էլ հանցագործ լինի, ինչքան էլ գիտեմ, որ հանցագործ է։ Թեև դեռ տարեսկզբին հայտնի դարձավ, որ չինական Fortune Oil ընկերությունը մտադիր է գնել Հրազդանի, Սվարանցի եւ Աբովյանի մինչ օրս չօգտագործված երկաթի հանքերի շահագործման արտոնագիրը բնապահպանության նախկին նախարար Վարդան Այվազյանի որդուց եւ պատգամավոր Տիգրան Արզականցյանից, Վարդան Այվազյանն Ազատություն ռադիոկայանին ասաց, որ մինչ օրս չի ստացել 24 միլիոն $։ Ոչ մի միլիոն էլ չեն տվել, որ ասենք 35% վերցնեն։ Հիմա այսինքն ինչ վիճակում է այդ գործարքը։ Իրականացնում են այդ գործարքը մարդիկ, ինչ պետք է։ Ընթացքի մեջ է, ումից պիտի դա գնեն, ձեր տղայից, հա, անունը տալիս են, որ ձեր տղայից եւ Տիգրան Արզականցյանից, կա։ Տարբեր անուններ են տալիս։ Փետրվարի 23-ին կառավարության հաղորդագրության համաձայն վարչապետ Տիգրան Սարգսյանը Fortune Oil ընկերության ղեկավարներին էր հանդիպել։ Վերջիններս նշել էին, թե կկատարվեն շուրջ $0.5 միլիարդ ներդրում։ Լսենք նախկին վարչապետին։ Չինացիք ընդհանրապես ինչ են գնացել կառավարություն։ Եթե տերը կառավարությունը չէ։ Այսպես ասենք նախկին նախարարը։ Դա մի խառը անհասկանալի պատմություն։ Այսինքն ատկատ են տվել կառավարության, որ կառավարությունը ձեն չանի։ Սրանք հարցեր են, որ լրջորեն պետք է քննեն։ Բնապահպանության նախկին նախարարն ասաց, թե որևէ դժվարություն չկա հանքի շահագործման իրավունք ստանալու հարցում։ Շահագործման իրավունքը ցանկացած ազնվորություն կարող է վերցնել։ Ցանկացած։ Առանց դժվարության։ Առանց դժվարության։ Եվ ասում այսինքն կա շատ բան են ասում, 600 լիցենզիա կա։ 600։ Եթե 600-ն էլ իմ բարեկամներն դա ուրիշ խնդիր է։ Մի շարք ակադեմիկոսներ եւ հանրային խորհրդի անդամներ պատրաստվում են այս հարցով դիմել Սերժ Սարգսյանին, խնդրելով չեղյալ համարել այն լեռնահանքահումքային կազմակերպությունների լիցենզիաները, որոնք խախտում են էկոլոգիական նորմատիվները եւ օրենքի ամբողջ խստությամբ պետք է պատասխանատվության ենթարկել համապատասխան պաշտոնյաներին։ Վանաձորի Թիֆինգ ավագ դպրոցի լայն սրահում 9-րդ դասարանի աշակերտ 13-ամյա Վահագնի նկարն է փակցված։ Ընկերներն ու ուսուցիչները թարմ ծաղիկներով են ծածկել անցած շաբաթ մահացած երեխայի հիշատակին տեղադրված սեղանը։ Վահագն Ավետիքյանն անցած շաբաթվա սկզբին հանկարծամահ էր եղել ֆիզկուլտուրայի դասին։ 14 տարին չլրացած Վահագնը մահացել է ինֆարկտից։ Երեխայի բժշկական փաստաթղթերում սակայն որևէ հիվանդության մասին նշված չէ։ Նրա մահն անսպասելի էր բոլորի համար։ Դպրոցի տնօրեն Լյովա Բարոյանն ասում է, թե քաշի պատճառով երեխան ի վիճակի չէր լիարժեք մասնակցելու ֆիզկուլտուրային։ Երեխան ֆիզկուլտուրայի դասերին մասնակցել է իր ցանկությամբ։ Ֆիզկուլտուրայի ուսուցիչ Լևոն Հովհաննիսյանը Վահագնին ցածր դասարաններից է դասավանդել։ Կատարվածի մասին սակավ է խոսում։ Ասում է, թե աշակերտին բազմիցս էր հորդորել դասերին մասնակցել այնքան, որքան կարող է։
Եթե բժշկական տեղեկանք ունենար հիվանդության մասին, կազատեինք դասերից, բայց ծնողները որևէ տեղեկանք, որևէ բառ չեն ասել երեխայի առողջական վիճակի մասին, ասում է Վահագնի դասղեկ Նայրա Ղազարյանը։ Ծնողական ժողովներին ասել են, որ քիչ է մասնակցում ֆիզկուլտուրայից խուսափումը, ծնողը չի ասել, որ խնդիր ունի, կամ թող չմասնակցի, մենք էլ ենք ասում, թող մասնակցի, որ նիհարի։ Վանաձորի Գուգարք պոլիկլինիկայի մանկաբույժ Մարգարիտա Սամվելյանը թերթելով երեխայի բժշկական փաստաթղթերն ասում է, թե նա որևէ լուրջ հիվանդություն չի ունեցել, քաշը եղել է նորմայի վերին սահմաններում։ Հունիսին իր քաշը եւ հասակը համաչափ են եղել, ճիշտ է, նորմայի վերին սահմանում է եղել, բայց համաչափ է եղել, հատուկ ճարպակալման բան չի ունեցել ինքը։ Վահագնի դասընկերները սակայն պատմում է, թե նա հեվոցներ ուներ, երբեմն էլ շունչներ կտրվում։ Պատճառը ընկերները վերագրել են Վահագնի քաշին։ Ինչն էր ցավում, որ հատվածն էր ցավում։ Հա։ Ինքը մանել էր, սամս մտել էր մեր ուղակի, որ ինքը չարել ենք, մտածում ենք, ասում ենք, եթե վերև ինքը մի քիչ էլ վազի, իրա կողքը կծակի։ Ինձ սկզբից թվաց, որ ինքը ուշաթափվել է, որովհետև մեր դասարանի Լիլիթներ, թե ով ինքն էլ է ձեր վազելուց մի անգամ ուշաթափվեց, ու ինձ էլի է ձեր թվաց, բայց հետո որ տեսանք արդեն շատ երկար է, ինձ թվաց, որ ինչ-որ վատ բան եղել, ավարտան հիվանդանոց բան։ Ոստիկանության Լոռու մարզի քննչական բաժնում 13-ամյա Վահագնի մահվան դեպքի կապակցությամբ նյութեր են նախապատրաստվում։ Տղայի դիակի դատաբժշկական փորձաքննության արդյունքներից հետո միայն կորոշվի քրեական գործառույթելու մասին ու պարզ կդառնա, թե իրականում երեխան հիվանդ է եղել, թե չէ։ Կառավարությունը որոշել է Մինաս Ավետիսյանի ևս 2 որմնանկար տեղափոխել Երևան, այս անգամ Զվարթնոց օդանավակայան։ Երկանք որմնանկարը տեղափոխվելու է օդանավակայանի նախագահական համալիր, իսկ Թելենմանում որմնանկարը օդանավակայանի նոր ուղևորային համալիրի մեկնման սրահ։ Այս լուրը Գյումրիում բողոքի իսկական ալիք է բարձրացրել հատկապես արվեստագետների մոտ։ Մոտ 500 արվեստագետ բաց նամակով է հանդես եկել ուղղված երկրի վարչապետին։ Այս օրերին հանրային քննարկումներ են կազմակերպվում որոշելու, թե ինչպես են պայքարելու, որ Մինաս Ավետիսյանի որմնանկարները թույլ չտան տեղափոխել Երևան։ Մենք տրամադրված ենք միանշանակ Մինասի գործերը մնալու են Գյումրիում։ Մենք չենք տալու, բավական եղավ։ Երևանը դարձել է հանրապետության մեջ, մենք չգիտենք ես հանրապետության մասնիկն ենք, մասնիկը չենք, երկրորդ քաղաքն ենք, 2 նկար տարան տեղադրեցին կառավարության շենքում, ում համար է հասանելի այդ նկարները, ով կարող է տեսնել այդ նկարները, ում են թողնում կառավարության շենք։ Ում եք հարցերը, այդ փողը մտել եք Մուրիշի տուն, փողը տվել է, պատից հանողին փողը տալիս եք ու տալում եք այդ աշխատանքը, տանտիրոջը, հարցերել եք, նա ուզում է։ Ասպարեզ ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանի կարծիքով որմնանկարների տեղափոխման հարցը կարելի է հանրաքվեով լուծել։ Տեղական մի հանրաքվե ունենալ, այդ հարցը տվել Հանրության հայացողությանը մի ամիս քննարկել, որտեղ տեղադրել, հա, որտեղ տեղափոխել։ Կարևորը դի այս կառավարությունը տեսնի, որ այդպես թալաներ տանելով չէ։ Մարզպետը պիտի պատասխան տա իր նման զանցանքի համար։ Հայաստանի Հանրապետությունն առաջին անգամ մասնակցեց Լոս Անջելես Թայմսի կողմից կազմակերպվող գրքի ամենամյա միջազգային փառատոնին։ Հայ գրատոպության 500-ամյակին ընդառաջ Հայաստանն այս փառատոնին ներկայացավ մեծ ներկայացուցչական տաղավարով, առանձին բաժիններով ներկայացնելով ցեղասպանությանը նվիրված թարգմանական ու երաժշտական գրքեր, էլեկտրոնային գրականություն, ինչպես նաև հայ ազգի մեծանուն գրողների ստեղծագործություններ եւ մուլտիմեդիա ծրագրեր։ Միացյալ Նահանգների խոշորագույն ստուգատեսներից մեկն է։ Ներկայանում ենք այստեղ թե հայկական հայերենով եւ թե անգլալեզու, նաեւ ռուսալեզու գրականությամբ, որը ստրատեգիական սկզբունքով է հավաքվել, որպեսզի ներկայանալի լինի եւ հետաքրքրություն ներկայացնի, թե հայ համայնքին մենք այստեղ 800,000 հայ ազգությամբ հայ ունենք եւ նաեւ ամերիկացիների համար, որտեղ Հայաստանը տպագրության երկիր է եւ մենք այս տարի նշում ենք տպագրության 500-ամյակը եկող տարի եւ ընթերցող երկիր է։ Այս տարի փառատոնին մասնակցեցին մոտ 300 երկիր, իսկ փառատոնի այցելուների թիվն էլ մոտ 140,000։